մեր հայրենասիրություն կոչվող հասկացությունը մեր գիտակցության մեջ ձևավորվել է այն գրքերի, ստեղծագործությունների, ֆիլմերի, նկարների վրա, որոնք ստեղծվել են խորհրդային գլավլիտի պայմաններում։ Մենք պետք է մեզ հարց տանք, այս ո՞նց է սենց ստացվում։ Ինչի է սենց ստացվում։ Եվ ես ասում եմ, այո, այդ ամեն ինչը եղել է հիբրիդային պատերազմ, որ Հայաստանը որպես պետություն երբեք գոյություն չունենա։ Այս վարչախումբը որդեգրել է պարբերաբար ծխաշղարշներ ստեղծելու քաղաքականություն։ Որոշակի շինծու գործընթացներ եւ թեմաներ գեներացնելով հասարակությանը գոնե մտովի համախմբվելու հնարավորություն էլ չեն տալիս։ Դիմադրության ցանկացած նվազագույն իսկ օջախ սրանք ներկայացնում են որպես ենթադրյալ 5-րդ Շարասյան դիմադրություն իրենց հույժ կարևոր որոշումների դեմ։ Ակնհայտորեն թրքամետ եւ ադրբեջանահաճո այս գործընթացները վարչախումբը օգտագործում է իր պաշտոնավարումը երկարաձգելու համար։ Առաջին հերթին պետք է կիրառել հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդները հանրային դիսկուրսում արմատավորելու հետեւյալը. որքան շարունակվի այս քաղաքականությունը, այդքան պատերազմի, արհավիրքի, օկուպացիայի եւ Հայաստանի մասնատման գործընթացը մտնելու է գործնական փուլ։ Հասարակության մի մասը մինչ այսօր ապրում է հետեւյալ գաղափարախոսությամբ. ինչ ուզում է լինի, միայն թե պատերազմ չլինի։ Այնինչ իշխանության այս տեսլականն է հենց պատերազմ բերում։ Այս զանգվածին պետք չէ մեղադրել, միգուցե նրանց մտավոր ունակությունները, կրթական ցենզը թույլ չեն տալիս հասկանալ այս ամենը։ Այս քաղաքականությունը մոտ ապագայում բերելու է արյան եւ արհավիրքի։ Երբ հակադիր գաղափարախոսությունը հասարակության մեջ գերակա կդառնա, այդ ժամանակ ավելի հեշտ ու հստակ կլինի ամեն ինչ։ Անդառնալիության կետն այն է, երբ մարդ հասկանում է, որ կամ լինում է Հայաստան, ինքն է լինում իր տունը, ընտանիքը, բալիկները, կամ այս քաղաքականության ներքո դառնում է թուրքի փայ։ Այդ կոնսենսուսը կա հասարակության մեջ։ Երբ մենք նայում ենք հայ-թուրքական առևտրաշրջանառությունը 1995-ից մինչև 2020 թվական, ավելի թարմ թվերը ես դեռևս չունեմ, բայց այս կտրվածքը բավականին հետաքրքիր պատկեր եմ ներկայացնում։ 95-ից 2020 թվական ժամանակահատվածում Հայաստանը ներկրել է Թուրքիայից 3 միլիարդ դոլարի ապրանք, արտահանել է գիտեք ինչքան, մոտ 60 միլիոն դոլարի։ Սա փակ սահմանների պարագայում։ Մի պատկերացրեք, թե ինչ կարող է լինել, եթե սահմանները բացվեն։ Այս իշխանության ամենամեծ սխալներից մեկն այն է, որ իրենք մարդկանց համարում են տեղեկատվական աղբով կերակրվող զանգված։ Հիմա էլ 5-րդ Շարասյան մասին են խոսում, հակառուսականության գծի մեջ են եւ այլն։ Այն գործընթացները, որոնց մենք այսօր ականատես ենք, անխուսափելի են, քանի որ մարդիկ չեն ուզում թուրքի փայ դառնալ։ Այս գործողությունները շարունակական բնույթ են կրելու եւ խնդիրը միայն փողոց փակելը չէ։ Մարդիկ ոչ թե քաղաքական գործընթացի են ընդդիմանում, այլ իրենց կյանքի, տան, կենցաղի, ծնողների, երեխաների անվտանգության հարցն են լուծում։ Այստեղ սկզբունքային տարբերություն կա։ Իսկ քաղաքական ձևակերպումը վաղուց է տրված։ Այս իշխանության քաղաքականությունը սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը ի վնաս Հայաստանի։ Այս իշխանությունը չունի հանրային վստահություն եւ բանը հասել է նրան, որ թուրքերը Միացյալ Նահանգներում հայոց ցեղասպանության դեմ հանրահավաք են կազմակերպում եւ վանկարկում են Փաշինյանի ազգանունը։ Այս վերնախավը որդեգրել է մի քաղաքականություն, որի իմաստը հետեւյալն է. խաղաղություն ամեն գնով։ Դա գուցե հաճելի է ականջի համար, բայց փոքր-ինչ մտածելու դեպքում ակնհայտ է, որ դրա գինը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, անվտանգային համակարգը, քաղաքացիների անվտանգությունը։ Մարդիկ հասկանում են, որ խաղաղություն ամեն գնով նշանակում է խաղաղություն ի շահ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Այս իշխանությունը կանգ չի առնելու։ Պատճառը շատ պարզ է։ Իրենց համոզմունքների համաձայն Հայաստանի Հանրապետության մասնատումը եւ փաստացի ոչնչացումը հիմք է, որ հասարակ մարդը միայն հարկ վճարի, ուրիշ ոչինչ։ Իզուր չէ, որ գաղափարական առումով այս իշխանության համար հերոսը ոչ թե երկիր պաշտպանող զինվորն է, վիրահատություն անող բժիշկը, կրթություն տվող ուսուցիչը, այլ ընդամենը այն մարդը, որը հարկ է վճարում։ Մենք այսօրվա իշխանությունները, որի քաղաքական կուրսը կարող ենք դատել անցած 7 տարիներով, կարող ենք ասել, որ այս մարդիկ որոշակիորեն ավանտյուրիստներ են, միշտ էլ եղել են այդ ավանտյուրիստները։ Իրենք մանիպուլյացիայի արքաներ են եւ կարողացել են մանիպուլյացիաները հստակ կերպով իրականացնել Հայաստանի ներսում։ Բայց իրենք այս 7 տարի մեջ չեն հասկացել, որ մանիպուլյացիաները միջազգային հարաբերությունում չի աշխատում։ Հարկատուին հերոս հռչակելը լկտիության եւ անբարոյականության գագաթնակետն է։ Դրանով սրանք մարդկանց զրկում են հայրենիքի զգացումից։ Հարկ վճարել կարելի է նաեւ Միացյալ Նահանգներում կամ Կանադայում։ Հանրային համերաշխություն պետք է լինի, որ երկիրն այս ուղիով չգնա։ Այս իրավիճակից միակ ելքը կուսակցական կաղապարներից դուրս գալն է։
Սա մեկ կուսակցության կամ գործչի անելիք չէ, պետք է դադարենք փրկչի որոնումով զբաղվելուց։ Լայն հանրային կոնսոլիդացիա է պետք մեկ միասնական գաղափարի շուրջ, որ մենք թշնամուն հանձնելու երկիր չունենք։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։